Դավիթ Մկրտչյանի հետ։ Պարոն Մկրտչյան, երրորդ նախագահի գործով հերթական դատական նիստն է, դուք ինչպես միշտ եկել եք նրան աջակցելու, սատարելու, ինչ եք կարծում, ինչ է լինելու այս դատական նիստերի հանգուցալուծումը, որովհետև տեսնում ենք, որ բոլոր ընդդիմադիր գործիչներին տանում, փակում են, կալանավորում են եւ մեղադրանքներ են առաջ։ Հանգուցալուծումը պետք է լինի կամ մենք պետք է ազատագրենք Հայաստանը այս թուրք-ադրբեջանական իշխանություններից, կամ էլ պետք է բոլորիս վերջը տան, ազգային տղեկի, ազգային ուժերի վերջը իրանք տան, այսինքն կամ մենք պետք է հաղթենք իրանց, կամ իրանք պետք է հաղթեն մեզ, կամ տինի Հայաստանի երրորդ հանրապետությունը, կամ տինի թուրք-ադրբեջանական վիլայետ, այս է հանգուցալուծումը, հիմա եթե կարողանանք մենք հաղթենք, լավ է, եթե չէ, նա վատ է շատ։ Քիչ առաջ խոսում ենք նաև երրորդ նախագահի հետ, նա 2026 թվականի ընտրությունների հետ կապված նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չունի մասնակցելու են թե ոչ, որովհետև իմպիչմենտի գործընթաց կա, այս իմպիչմենտի հետ կապված ինչ կարծիք ունեք դուք, արդյոք կստացվի այս իմպիչմենտով Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Հավանականությունը շատ մեծ է, որ կստացվի, ու այսօր ամենառեալ հեռացնելու շանս տարբերակը որ կա, դա իմպիչմենտն է։ Ես գտնում եմ, որ հավանականությունը մեծ է, ու այսօր իրոք առաջ երթին պետք է իմպիչմենտի վրա շեշտը դրվի, որովհետև հələ ինչև ընտրությունները կարելի ասել համարյա մի տարի կա, լավ, մի քիչ։ Այս ընթացքում ինչ անենք, նստենք, ոչ մի բան չանենք, իսկ իմպիչմենտը իրոք տարբերակ է, որը որ հնարավոր է հեռացնել։ Ընդամենը 20 թե 18-ը ինչքան է 20 հայրենասեր падգամավոր ԿՊ-ից գալիս են, միանում են մեզ ու իշխանափոխությունն հայրենիքը փրկվում է։ Իսկ հայրենասիրությունը ես ձեր մոտից բազմիցս ասել եմ, ցանկացած մարդու մեջ էլ ԿՊ-ականների մեջ էլ թեկուզ մի տոկոս կան ընդ մարդիկ, որ նրանց մեջ մի տոկոս էլ չկա, բայց մնացածի մեջ գոնե մի տոկոս կլինի, չէ, վստահ եմ կլինի։ Այդ մի տոկոսը հարկավոր է սարքել 100%, հարկավոր է աշխատել այդ մի տոկոս հայրենասիրության վրա, որ դա դառնա 100%։ Նորից եմ ասում, ընդամենը ինչա մեզ այսօր պետք հայրենիքի փրկության համար 20 հատ հայրենասեր падգամավոր ԿՊ-ից։ Այս է պետք, որը որ հնարավոր է լինի։ Նորից եմ ասում, բանակցությունների միջոցով հնարավոր է լինի։ Ու գիտեք ինչն է ամենակարևորը, մեր ընդդիմադիր հատվածում էլ պետք է բոլորի համար առաջի ամենակարևոր բանը լինի Նիկոլին հեռացնել, հայրենիքը փրկել։ Այդ դա պետք է լինի ամենակարևորը ընդդիմության մեջ, ոչ թե պետք է լինի արա չէ ես գամ իշխանության, եթե պիտի ես չգամ ուրեմն թող Նիկոլը մնա, որը որ ցավոք սրտի այսօր տեսնում ենք բոլորս։ Էթիկա ընդդիմության մեջ էթիկա, եթե պիտի ես չգամ, թող ուրեմն Նիկոլը մնա։ Այդ դրա համար իմպիչմենտի տես լուրջ չեն կպնում բոլորը, հասկանում եք։ Այ պետք է ամեն մեկը առաջնորդվի առաջ երթին հեռացնենք Նիկոլին, փրկենք հայրենիքը, հետո թող որ ուժը ազգային ուժերից որն էլ գա, թող գա։ Այսպես պետք է շահել։ Գյումրու քաղաքապետին վստահ եմ հետևել եք, թե ինչպես այսպես ձերբակալեցին ԱԱԾ աշխատակիցներ, կարմիր բերետավորներ, տարբեր ուժային կառույցի ներկայացուցիչներ ներխուժել էին Գյումրու համայնքապետարան եւ ի վերջո դրանք մեղադրանք են առաջադրել կաշառակերության, կաշառքի մեջ են մեղադրում։ Ինչպես եք ընդունում Վարդան Ղուկասյան անձի դեմ այս հետապնդումների։ Դե սա նշանակում է, որ ռեպրեսիաները շարունակվում են ու ել ավելի են ուժ գնանում, սա նշանակում է, որ ժողովրդավարական պետություն ստեղ չկա, ու սա նշանակում է կարաք ինձ ցույց տաք մի հատ ընդդիմադիր, նույնիսկ քաղաքական գործիչ ասեմ, ղեկավար ասեմ, համայնքի ղեկավար, մեկին կարաք ցույց տաք ընդդիմադիր, որ վրան գոնե մի հատ գործ չեն հարուցել, կամ նստեցնում են, կամ գործ են հարուցում, կամ սպանում են։ Փարաքյալի դեպքով էլ սպանեցին, պայմաններ ստեղծեցին, որ այդ տաղուն սպանեն։ Այսինքն էս է, Վարդան Ղուկասյանն էլ լուրջ ֆիգուրա էր, դրա համար էլ իրան ասենք սարքեցին գլխին իբր կաշառակեր, Ես կասեմ սրա մասին։ Ես այդ մարդուն միշտ ասել եմ, որ հարգում եմ շատ։ Ազատություն թող լինի համ իրան, համ բոլոր մեր քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին։ Մի հատ բան ընդամենը իր մի հատ թերություն ունի լուրջ, որը որ շատ լուրջ թերություն է Վարդան Ղուկասյանին։ Այդ որ իր մեջից դուրս գա, ես իր այդ ընկերությունն էլ կանեմ։ Ես միշտ ասել եմ, բայց այս պահին էդի կապ չունի, էլի ազատություն իրան, ես եթե մի բանով կանամ կօգնեմ, որտեղ իրոք ինքը այդ մի հարցում ճիշտ չի պահում իրան, էսի միշտ պետք է ասեմ, բայց ինքը այս իշխանություններին էլի դեմ է, ինքը իր ապրածով լավ մարդ է, լավ տղա է, լավ էլ ղեկավար է եղել Գյումրու համար։ Ես իրան միշտ հարգել եմ, իրանն էլ եմ հարգել, իր տղուն էլ եմ հարգել, որ այսօր սենց հարձակվել են իրանց վրա, կաշառակել ու չգիտեմ ինչ սենց բաներ են ասում, չէ։ Գյումրու մեծ մասը իրան ընտրեց։ Լուսինե ջան։ Այսինքն էդ էլ ժողովրդին էլ որ ասում են ժողովրդավարություն, մարդիկ իրան են ընտրել։ Այդ մարդը եթե նույնիսկ եթե վերցնենք
այդ կաշառքը նույնիսկ եթե ճիշտ է, նախ Լուսինե ջան, ինչքան հիբար տիլի մարդ, որ այս պայմաններում գնար կաշառակերության ինչ-որ մի հատ գործարքի մեջ մտի, հիմար տիլի, չէ՞, այդքան Վարդան Ղուկասյանը հիմար չի, չէ՞, խելացի մարդ է։ Ասենք մենակ հիմարը կգնար, որ գիտի սաղ իշխանական այդ բաները իր դեմա ուղված։ Ոնց կարող է գնար ինչ-որ կաշառքի գործողությունների մեջ մտնել։ Բայց նույնիսկ եթե հետ էլ եղել, այլ համեմատեք ձեր հետ, արա։ Արցախ եք հանձնել, 5000 տղա եք սպանել, արա։ Գերեզմաններն այնտեղ պղծվում էր թուրքերի կողմից։ Դուք հələ մի հատ էլ այս մարդուն եք բան ասում։ Ես սա կասեմ, ազատություն թողնի իրան։ Իրան էլ մեր բոլոր ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ Բաքվի, մեր բոլոր գերիներին Բաքվի ու ստեղի քաղ բանտարկյալներին, բոլորին ազատություն, բոլորի կողմն էլ կանգնացեմ անկախ նրանից, եթե մարդու հետ ունենամ էլ չունենամ, եթե այս իշխանությունների կողմից նախ ցանկացած կալանավորի ազատություն, ես ամենավատ մարդու կալանավորվելուց էլ չեմ ուրախանա։ Ազատություն թողնի, ես կասեմ իր մասին։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։